Գործարար Սամվել Կարապետյանին փողերի լվացման նոր մեղադրանք են առաջադրել։ Սա ավելի անհեթեթ է, քան նախորդը։ Ազատության հետ զրույցում այսպես որակեց Կարապետյանի պաշտպաններից Ռուբեն Հակոբյանը։ Թող ինձ ոչ կոռեկտության մեջ չմեղադրեն, բայց նույնիսկ անհեթեթության աստիճանի կարող է որակվել այդ նոր մեղադրանքը։ Թե կոնկրետ ինչի համար են մեղադրում, նախաքննական գաղտնիությունից ելնելով փաստաբանը դեռ չի կարող հրապարակել։ Կարող եմ միայն ասել, որ էլ ավելի աբսուրդային մեղադրանք է ներկայացվել, քան նախկին մեղադրանքը։ Կարապետյանին հունիսին կալանավորեցին իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով, որպես ապացույց համարում են Փաշինյանի արշավից եկեղեցին իր ձևով պաշտպանելու մեկնաբանությունը։ Հետո ավելացրին փողերի լվացման մեղադրանքը, բայց դատարանն արձանագրեց, որ Կարապետյանին մեղսագրվող տնտեսական բնույթի արարքների վերաբերյալ հիմնավոր կասկած չկա։ Պատկերացրեք, այս նոր ենթադրյալ դրվագը էլ ավելի աբսուրդային է։ Ու չնայած դատարանի որոշմանը, թե տնտեսական մեղադրանքով հիմնավոր կասկած չկա, քննչականը չի կարճել այդ դրվագը, անտեսելով դատարանի պարտադիր կատարման որոշումը։ Ավելին ապօրինության նոր նշաձող են սահմանել փողերի լվացման նոր մեղադրանքով։ Այսօր հայտարարել է պաշտպանական խումբը։ Միանշանակ քաղաքական նպատակներով է, քաղաքական հետապնդում է, եթե ոչ քաղաքական վրեժխնդրություն։ Սամվել Կարապետյանը 4 ամիս է ազատազրկված է, կալանքի ժամկետը 5 օրից լրանում է։ Հավանաբար գլխավոր դատախազությունը կմիջնորդի, որ նորից երկարաձգեն կալանքը։ Այդ մասին առաջինը մենք իմացանք իշխանամերձ լրատվամիջոցներից։ Անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա անդիմություն։ Ֆորբսի ցանկով միլիարդատերը Հայաստանի ներքաղաքական դաշտում ակտիվացավ ազատությունից զրկվելուց հետո։ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մտադրության մասին հայտնեց Ազգային անվտանգության ծառայության նկուղից։ Շարժում է ստեղծել, մասնակցելու են ընտրություններին։ Եթե քաղաքական պատճառներով են ազատությունից զրկել, արդյոք սա նշանակում է, որ մինչև առնվազն ընտրություններ կպահեն Ազգային անվտանգության ծառայության նկուղում։ Շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը համոզված է, իշխանությունները Կարապետյանին բանտում պահում են հենց այդ հաշվարկով։ Բայց մեր իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ արդարացիության գաղափարը մեր հասարակության մեջ բավական բարձր է եւ ամեն ավել օր ինչ Սամվել Կարապետյանին իրենք պահում են, այսպես ասած KGB-ի պատվալում, իրենք հասարակության աչքին կորցնում են արդարության վերջին նշույլը։ Մինչև Տաշիր գրուպի սեփականատիրոջը կալանավորելը Նիկոլ Փաշինյանը վիրավորանքներով հրապարակային սպառնաց հոգևորականների գործարարին ընդմիշտ պասիվացնել։ Գործադիրի ղեկավարի այդ սպառնալիքից ժամեր անց ոստիկանները շրջապատեցին Սամվել Կարապետյանի առանձնատունը։